Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում եռուզեռ է։ Տեխնիկական կահավորման վերջին շտկումներն են անում, որ հոկտեմբերի 4-ին Շանթի հոբելյանական մեգաշոուին ամեն ինչ կազմու պատրաստ լինի։ Շանթի հոբելյանական 30-ամյակ լինելու պատճառով որոշեցինք անել հնարավորինս մեծ դահլիճում եւ բնականաբար Հայաստանի ամենամեծ դահլիճը համալիրի դահլիճն է ու հենց այդ պատճառով նաեւ ներառեցինք բոլոր պրոյեկտների մասնակիցներին։ Շանթի հոբելյանական 30-ամյակին նվիրված մեծ համերգը մեկնարկելու է այս շաբաթ օրը ժամը ուղիղ 19-ին։ Հեռուստաընկերությունն այս 3 տասնամյակների ընթացքում ունեցել է երաժշտական բազում նախագծեր, այդ թվում միջազգային։ Այդ բոլոր նախագծերի շնորհիվ մեծ ճանաչում ունեցող երգիչ-երգչուհիների մեծ մասն այդ օրը հանդիսատեսի օրն իրական տոնի է վերածելու։ Տարիների ամբողջ փորձը այստեղ դուրս կգա, տեսնեն, այս ամեն ինչը պատրաստված է հենց դրա համար։ 3-4 օրը չարչարվում ենք այստեղ, որ ստանանք այն բանը, ինչ որ հանդիսատեսի համար այս մեր ամբողջ պատմությունը կարդարացնի։ Սա դեռ ամենը չէ, հոկտեմբերի 4-ին նաև կհայտարարվի հայ սուպերստար 6-ի հաղթողի անունը, որը նախորոք կորոշվի SMS քվեարկությամբ, իսկ եզրափակչում այս եռյակն է։ Հայ սուպերստար 6-ի մեր ֆինալիստներն են Արեգ Գալստյան, Մինաս, այսինքն Մինաս ենք ասում, բայց Վահագն Մինասյան եւ Մարիան Մավոյան։ Ֆինալիստները, որոնք հստակ ցույց տվեցին իրենց ճկունությունը այս պրոյեկտում եւ հասան այն կետին, որտեղ հիմա են, ընդամենը 1 օրից կհասկանանք իրենցից ով է հաղթողը։ Հրաչյա Ղուկասյանի խոսքով սրանով ամեն ինչ չի վերջանալու, այլ սա լինելու է դեպի երկարվեստ նրանց ճանապարհի մեծ քայլը, նորի սկիզբը։ Այնուհետ, ինչպես բոլոր նախագծերի մասնագետների պարագայում, նրանցից յուրաքանչյուրից է կախված լինելու, թե ասպարեզում իրենց որ քայլով, ճկունությամբ ավելի ճիշտ կկարողանան իրենց դրսևորումն ունենալ հայ հանդիսատեսի համար, լինելով արտիստ, լինելով մարդ։ Ռեժիսորի խոսքով այս տարիների ընթացքում Շանթ հեռուստաընկերությունը կարևոր տեղ ու բացառիկ դեր է ունեցել հայ երգարվեստում, թողնելով իր պատմությունն ու արժեքը, եւ ուրեմն մեգաշոուն կարելի է համարել աստղերի, այսպես ասած, բերքահավաքը։ Այսքան աստղեր է տվել, շոու բիզնես ասածում արդեն բավականին մեծ քանակ է կազմում Շանթի տված կադրերի եւ իհարկե առաջ են գնում աշխատասերները, տեխնաջան աշխատողները ու արդյունքները տեսնում ենք ամենատարբեր ձևով։ Մի խոսքով այս շաբաթ օրը հայտարարված է իրական վայելքի գեղագիտական մեծ հաճույքի երեկո։ Բոլոր սոցիալական հարթակի Շանթի լսարանին եւ հեռուստադիտողներին նույնպես կասեմ, որ ովքեր չեն լինի համերգին ներկա, իրենց ընկերների սոցիալական հարթակներում դրված նկարներով կտեսնեն եւ կարծում եմ կփոշմանան, որ ներկա չեն եղել այս համերգին։ Իդեպ ասեմ հանդիսատեսին նաեւ, որ շատ քիչ տեղեր են մնացել, փորձեք արագացնել, որ հետո չգաք դռների մոտ, ասեք վայ, էլ տոմս չկար, մենք ուզում էինք ներկա լինենք։ Եվ այսպես հոկտեմբերի 4 ժամը 19:00 շտապեք ամրագրել ձեր տեղերը Կարեն Դեմիրճյան մարզահամերգային համալիրի մեծ համերգասրահում մեծ անակնկալներով լի մեգա համերգին ներկա լինելու եւ անմոռաց զգացողություններ ունենալու համար։ Տիգրան Հովակիմյան, Լևոն Խաչատրյան, Հորիզոն։